Ռուբեն Վարդանյանը աուդիո ուղերձ է հղել, անդրադարձել է իր հացադուլին, նախ աուդիո ուղերձը ինչ մեսիջ էր իր մեջ պարունակում ձեր գնահատմամբ։ Պայքարի մեսիջ։ Պայքարի մինչև բոլոր հնարավոր միջոցները, որ հանկարծ նաև հուսահատության չտրվենք ու շարունակենք պայքարել, ու չլինենք անտարբեր։ Դուք հաճախ կլսեք, որ Ռուբեն Վարդանյանը տարբեր խոսքերում էր հաճախ ասում, որ կյանքի հակառակ կողմը մահը չէ, անտարբերությունն է, եւ նա միշտ չի հասկացել անտարբեր մարդկանց, տարբեր իրավիճակներում, տարբեր երևույթների հանդեպ։ Հետևաբար դա ուժեղ մարդու ուղերձեր պայքարել իրավունքների արժանապատվության հայ ժողովրդի համար։ Նա այսօր Բաքվի բանտում պայքարում է հայ ժողովրդի ապագայի արժանապատիվ կյանքի իրավունքների համար եւ հետեւաբար դա այո ուղերձեր չընկճվելու, չհուսահատվելու եւ պայքարելու բոլոր հնարավոր միջոցներով։ Տեսեք, մի հատվածը, որը նաև Հարության կողմից արժանացել է ուշադրության ու նաև մեկնաբանվում է, որ ըստ էության հրաժեշտի խոսք էր։ Այստեղ որ ասում է, որ խնդրեմ ներողություն, խնդրեմ բոլորից հնարավոր է տեսնելու, չտեսնելու վերաբերյալ։ Նա պատրաստ է ամեն ինչի, սիրելի Փայլակ։ Նա երբ որ գնում էր Արցախ, նա ամեն ինչի պատրաստ է գնացել։ Նա իր կյանքը այլևս տվել է իր ժողովրդին, իր հայրենիքին։ Ահա թե ինչու էր նա գնացել Արցախ։ Այդ որ հարցեր ունեն, այ հարցերի պատասխանն է այդտեղ։ Ու նա գիտեր նաև ինչ է սպասվում, երբ որ արդեն դուրս էին գալիս այդտեղ, նա ասեց. ես քայլելու եմ, գալու եմ իմ ժողովրդի հետ, ինչ որ կպատահի, կպատահի։ Եկեք ազնիվ լինենք, չէ՞, ինքներս մեզ հետ, բոլորս հասկանում ենք, չէ՞, որ ինքը ժողովրդի մենք բոլորս միջին վիճակագրական մարդիկ ենք, ինքը այդպեսին չէր, հատկապես Ալիևյան ռեժիմի համար, բայց նա իր կյանքով, պահվածքով, տեսակով իր ժողովրդի զավակն է եւ նույն ձևի, նույն ճանապարհով եկել կրում է իր ժողովրդի ճակատագիրը այսօր մեր աչքի առջև։ Եթե ձեզ թվում է դատում են Ռուբեն Վարդանյանին, սխալվում եք։ Հայ ժողովուրդն է այնտեղ դատում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, ովքեր ըստ Ալիևի ապօրինի հատել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը խախտելով գնացել են Արցախ։ Եթե դուք մի անգամ գնացել եք, ձեզ էլ են դատում։ Ձեզ կարող են մի օր բռնել ու այդ նույն հոդվածներով նստացնել ադրբեջանական բանտում։ Սա բոլորս եկեք գիտակցենք ինչ որ մի պահի վերջապես։ Եվ այդ մարդիկ ու մասնավորապես նաև Ռուբեն Վարդանյանը պայքարում է, որ ձեզ այնտեղ ապօրինի չդատեն, մի օր չնստեցնեն։ Եվ հետևաբար մենք մեր ժողովուրդը եւ դուք կնկատեք, որ Ռուբեն Վարդանյանը միշտ խոսում է ժողովրդի հետ, որովհետեւ նա պաշտում է հայ ժողովրդին, նրա համար հայ լինելը մեծագույն պատիվ է, նա միշտ բարձր է պահել հայ ժողովրդի տեսակի արժանապատվությունը ամբողջ աշխարհում, խաղաղասեր լինելը, երբ որ նա շեշտում է, որ Շուշիի մզկիթը ինչպես են վերականգնել, նա ուղղակի խոսում է այն մասին, որ հայ ժողովուրդը խաղաղասեր է, չի քանդում, չի ավիրում, խաղաղություն է ուզում, բայց իրական խաղաղություն, իրական խաղաղության մասին եւս ինքը խոսել է։ Այո, որ դա չի կարող թուղթ լինել, դա պիտի որոշում լինի եւ իրական որոշում արժանապատիվ երկու երկրների միջեւ, ովքեր պիտի նստեն ու տեսնեն, որոնք են այդ խաղաղության իրական ճանապարհները։ Եթե ադրբեջանական դպրոցների դասագրքերում դեռևս հայ մարդը ատելության թշնամի է եւ ատելության աղբյուր է, ինչպես է լինելու խաղաղություն, վաղը այդ երեխաները դառնալու են պետական պաշտոնյաներ, չէ՞, ինչ է կատարվելու։ Եվ հետեւաբար խաղաղությունը քանի թուղթ է խախտվել խաղաղության եւ եղել պատերազմներ։ Եկեք ինքներս մեզ չխաբենք վերջապես։ Իսկ խաղաղություն իրական բերողները արժանապատվություն կրողներ են, հայ ժողովրդի իրական արտացոլանքը պիտի լինեն այնտեղ, ոչ թե ստրկամիտ վարքագծով վախից մահան, վախից ինքնասպան լինողների խմբակի հետ արժանապատիվ խաղաղություն չի լինելու։ Եվ հետեւաբար, այո, պետությունն էլ մեր պիտի ամրանա, բայց միևնույն ժամանակ այնպիսի քաղաքական մարդիկ պիտի խոսեն խաղաղության մասին, ովքեր գիտեն դրա արժեքը, ովքեր դրա կրողն են եւ իրապես նստեն ու քննարկեն հայ ժողովրդի, Ադրբեջանի հետ, ադրբեջանցի ժողովրդի, Ադրբեջանի հետ իրական խաղաղություն, որտեղ որը մեկը չի ուզում իր որդիներին կորցնի անհարկի։ Փաստորեն պարոն Վարդանյանը չի դադարեցնում հացադուլը, դուք նույնպես կշարունակեք եւ շտապօգնություն էր եկել, ինչ արձանագրեցին, ինչպես է ձեր ինքնազգացողությունը։ Ես հաճախասրտություն եմ ունենում, սիրտս արագ է աշխատում։ Բարբերաբար կանչում են, որպեսզի վերահսկողության տակ լինի,
Այո, նա չի դադարեցնում եւ ես ասել եմ իմ խոսքում էլ, ես գիտեմ նա այնպես չի որ իմանար ու դադարեցներ, խոսքը ամենևին այդ մասին չէ։ Խոսքը այն մասին է, որ Ռուբեն Վարդանյանը պիտի իմանա ու դուք նկատեցիք հավանաբար նաեւ Facebook-ում սոցիալական ցանցերում մարդիկ ինչպես սկսեցին խոսել իր հետ, դիմել խնդրանքով որ դադարեցնի։ Անպայման չի որ ինքը ականջալուլ գնի, որովհետեւ ես գիտեմ որ նա նաեւ պատճառ ունի, չէ՞, թվարկել է պատճառները, որոնք չեն վերացել եւ հենց այդ պատճառով է հացադուլը։ Բայց նա պիտի իմանա որ սպասում ենք իրեն, որ իր կարիքը հայ ժողովուրդը ունի եւ այս ուղերձը որ լսում եք իր աուդիոձայնագրությունը տեսնում եք ում հետ գործ ունենք գոնե ճանաչում է հայ ժողովուրդը ինչ հայորդի է այնտեղ այսօր հացադուլ անում տանելով իրեն նաեւ ծայրահեղ միջոցներով մահվան եւ իր կյանքի սպառնալիքի միջոցով պայքարում հայ ժողովրդի համար վերջապես կհասկանանք դա թե ոչ եւ ես դա իմանալով եմ խնդրում իրեն որովհետեւ մենք իր կարիքն ունենք հայ ժողովուրդը նման հայորդու կարիք ունի այսօր հատկապես նա ամենավատ վիճակում է Արցախի գնացել այնտեղ ոչ թե ամենալավ նա պայքարում է այն պահից է սկսել այսպիսի որակի պայքար երբ որ հայ ժողովուրդը վատագույն պատմության իր վատագույն վիճակում է հայտնվել մենք հասկանում ենք նա չի սիրում որ խոսում ենք անձնազոհության մասին բայց նա ինչ է դրել նժարին նա ունի արտակարգ ընտանիք, հրաշալի, սիրող նա այնպիսի ընտանիք ունի, բոլորս որպես այդպիսին պիտի նայենք օրինակ վերցնենք։ Նա թողել է այդ ամենը։ Մարդիկ խոսում են դե փողերը ինչի է թողել գնաց։ Նա իր փայլուն գեղեցկագույն ընտանիքն է թողել ու գնացել պայքարելու հայ ժողովրդի համար, ժողովուրդ ջան, մենք պիտի վերջապես գնահատենք, թե ասենց ապերախտել կմնանք։ Չի կարելի դա։ Մեզ ամոթ է։ Առանձին քպականների գրառումներ տեսա, որտեղ ձեզ մեղադրում են քաղաքական դիվիդենդներ շահելու մեջ։ Որն է այստեղ դիվիդենդ։ Ինչ դիվիդենդ կա։ Ռուբեն Վարդանի խնդրում եմ հացադուլը դադարեցնի։ Որ մասն է դիվիդենդ։ Նրանք, քանի որ իրենց չափով են չափում բոլորին, քանի որ նրանք իրենց ամեն քայլում քաղաքական դիվիդենդ են կորզում, քերում, հավաքում իրենց կործանված վարկանիշին զուգահեռ, նրանք նման բաներ պիտի ասեն։ Նրանք անամոթներ են, նրանք ոչ մի արժեք, ոչ մի մարդկային ոչինչ չունեն այլևս, ոչ մի կարմիր գիծ եւ ոչ մի նրանք հենց այդ պատճառով պիտի նման բաներ ասեն։ Նրանք չեն կարող պատկերացնել, որ մի մարդ կարող է խնդրել մեկ այլ մարդու իր կյանքը չկործանել։ Նրանք նման բաների անունակ են։ Տգետներ են ու այո, պիտի նման բաներ ասեն ու դեռ շատ ավելի վատն են ասելու։ Ես խղճում եմ իրենց Տիկին Թանդիլյան, ժողովուրդը պայքարում է, դուք այստեղ տեսնում եք, որ ժողովուրդը միասնական է, օրեր առաջ էլ դուրս ենք եկել եւ պահանջել ենք, բայց ժողովուրդը իհարկե պայքարում է, բայց իշխանությունը ոչինչ չի անում։ Այս դեպքում, եթե իշխանությունը ոչինչ չի անում, արդյոք մեր պայքարը արդարացված է։ Մենք պիտի նաեւ որ լսեք Ռուբեն ինչպես է, չէ՞, խոսում ենք, պիտի չնայենք ով է պայքարում, ով ինչ չի անում։ Մենք մեր գործը նախ պիտի անենք, միշտ Առաջին հերթին դու պիտի անես այն ինչ որ դու կարող ես ու պարտավոր ես։ Եվ իմ շատ սիրելի հայ ժողովուրդը պիտի չմոռանա ու չդադարեցնի, չհուսահատվի, ինչը նաև այդ ուղերձներ։ Մենք պիտի ստիպենք իշխանություններին, իշխանությունը ալարկոտ, անունակ, անպիտան իշխանություն է։ Ցավոք սրտի այսօր Հայաստանի Հանրապետությունը այդ մարդիկ են ներկայացնում։ Եվ հայ ժողովուրդը մի բան կարող է անել թույլ չտալ, որ այս իշխանություններին թվա թե իրենք մոռացել են մեր գերիներին Բաքվի բանտերում, որտեղ իրենք ամեն բան, որ մոռացության տան։ Սիրելի ժողովուրդ, իրենք իրենց ձվածեղներով ու հեծանիվներով դրանով են զբաղված։ Իրենց ներքին գզվրտոցները Facebook գցելով share ենք անում, տարածում ենք, խնդում ենք, ծիծաղում ենք։ Այդ դրանով են զբաղված, որ դուք կարևորագույնի մասին չխոսեք։ Մենք պիտի սովորենք առաջնահերթը երկրորդականից տարբերել։ Մեզ համար, բոլորիս համար որպես հայեր արժանապատվություն ունեցող առաջին օրակարգը պիտի լինի հայ գերիների վերադարձը ուրիշ ոչ մի կարող են ունենալ երկրորդական օրակարգեր եկեք գնանք մի ուրիշ տեղ մի ուրիշ թեմայով էլ ցույց անենք ամենևին քավլիցի ես էլ գամ բայց առաջնայինը պիտի չմոռանանք ինչը նշանակում է ամեն օր եթե բոլորս մեկ անգամ մեր այդ սոցիալական ցանցերում խոսենք այդ մասին այս իշխանությունը մի բան կհասկանա իսկ նրանք դա լավ են հասկանում որ իրենց իշխանությունը կկորցնեն այս օրակարգի հետևանքով եւ այդ պարագայում միայն նրանք ստիպված կլինեն որևէ բան անել թող 26 թվականի նախորդային ընտրությունների համարենք այդ օրնա մեր բոլոր 23 գումարած 7 որ արդեն դատապարտված են 30 գերիները որոնց մասին գոնե գիտենք վերադառնան ու
թող իրենք գնան իրենց ընտրությունների, այդ բոլոր դիվիդենդները քաղեն ինչքան ուզում են, բայց այս մարդիկ պիտի հետ գան, ու սրանք պիտի իմանան, որ չեն ընտրվելու, չեն շահելու հայ ժողովրդի վստահությունը այլևս, եթե այս օրակարգով չզբաղվեցին պատշաճ կերպով, իսկ որ չեն զբաղվում, փաստաբանի գրառումները ձեզ օրինակ։ Տիկին Թանդիլյան, այնուամենայնիվ, ինչպիսի ելք եք դուք տեսնում, հաշվի առնելով այն շինծու քրական գործերի հատորը, որոնք հարուցված են Ռուբեն Վարդանյանի եւ մյուսների նկատմամբ։ Սա արդյոք հիմք է տալիս, հաշվի առնելով նաեւ Ադրբեջանի հռետորաբանությունը, միջազգային կառույցների նկատմամբ ցուցաբերած անտարբերությունը եւ այլն, Հայաստանի իշխանությունների քայլեր չձեռնարկելը գոնե տեսականորեն, այդ ամենի ինչ է ձեզ հուշում, ինչ ելք է լինելու։ Կրկնում եմ, մենք պիտի չհուսահատվենք, անգամ եթե այո, շատ դժվար վիճակում ենք եւ հուսահատվելը շատ հեշտ է, բայց հայ ժողովուրդը ունի իր անելիքը, օրինակ ՀԿ-ները ունեն իրենց անելիքը, իշխանությունը ունի իր անելիքը, միջազգային կառույցներ, այսինքն մենք բոլորից որպես հայ ժողովուրդ պիտի պահանջատեր լինենք, որովհետեւ պիտի աշխարհն իմանա, որ հայ ժողովուրդը չի ներելու. Եթե այնտեղ օրինակ Ռուբեն Վարդանյանին հացադոլի պատճառով մի բան պատահի, չի ներելու աշխարհին, չի ներելու Ադրբեջանին, ոչ ոքի։ Եթե Ադրբեջանը դա հասկանա, նա պիտի ավելի զգույշ լինի եւ պիտի ձև գտնի վերադարձնելու թեկուզ իր դեմքը պահելով։ Ինչպես ուզում է, ինձ համար մեկ է, այս 30 հոգին պիտի վերադառնան Հայաստան։ Ադրբեջանից պիտի դուրս գան, թող արտահանձնեն երրորդ երկիր, թող կան միջոցներ 1000 եւ կան այս իշխանությունը բազմաթիվ գործիքներ ու լծակներ ունի, թող բանակցեն, ասեն արտանձնենք, կարգելենք Հայաստան վերադարձ, եթե այդքան սարսափում եք նրանց ներկայությունից Հայաստանում, տարեք երրորդ երկիր, բայց այդ բանտերից պիտի դուրս գան։ Հետևաբար հայ ժողովրդի անելիքը պահանջատեր լինելն է, այլևս որովհետեւ հայ ժողովուրդն է Հայաստանի Հանրապետությունը, այս իշխանությունները չեն, եւ իր պահանջատիրությամբ այս իշխանություններին պիտի ստիպի աշխատեն եւ վախ ունենան իշխանության կորստի։ Թող Ալիևին ասեն, որ մենք իշխանություն ենք կորցնում, այս օրակարգով պիտի վերադարձնես։ Ու կորցնեն, եթե չեն վերադարձնի։